Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թե աշխարհում, թե Հայաստանում հազարավոր երեխաների համար հանգամանքների բերումով տուն ու ընտանիք դառնում են խնամքի հաստատությունները։ Նրանք այնտեղ ապրում են, ստանում ջերմություն, բայց միշտ մի բաց անկյուն է մնում, որն այդպես էլ ծնողի սիրով չի լցվում։ Մեր այսօրվա հյուրն էլ մեկն է նրանցից։ Ընդ որում Արսենը մանկատանը հայտնվեց ունենալով 2 ծնող։ Մինչ կսկսենք զրույցը մեր այսօրվա հյուրի հետ, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումը անհատապես օգնում են մեր հյուրերին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Արսեն ջան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Արսեն ջան, ցավոք քո մանկության տարիներից ավելի շատ ցավոտ եւ տխուր հիշողություններ են քեզ մնացել, բայց քո թույլտվությամբ եւ քո համաձայնությամբ ուզում եմ հարցնել, որտեղ ես ծնվել, մեծացել, ում հետ ես ապրել եւ ինչ պայմաններում։ Ծնվել եմ քաղաք Մեծամորում, ապրել եմ ծնողներիս հետ ու երկու քրերիս եւ եղբորս հետ։ Ապրել ենք շատ վատ պայմաններում, գիշերներ են եղել, երբ որ մենք հաց չենք ունեցել ուտելու ու սոված ենք ուղակի քնել ու այդ ամեն ինչը սենց շարունակաբար կրկնվում էր, վեճեր, կռիվներ, ինչ որ մեկը մեկի վրա ձեռք էր բարձրացնում ծնողներս, այդ ամեն ինչի արդյունքում տատիս որոշեց, որ պետքա գնանք մանկատուն ու դիմեց սոցմանկական գյուղերին։ Ներողություն, նաև սոցիալական խնդիրներից, անապահով վիճակից բացի, դուք ծնողական սեր ստացել եք։ Ծնողական սեր չենք ստացել ոչ մեկս, հատկապես փոքր քույրս, ինքը 1 տարեկանից էր մանկատանը, ու այդ սեր չստանալ այդ ասվածը 4-ից վրա էլ շատ ծանր ազդեցություն թողել մինչև այսօր։ Իսկն ոչ հոր, ոչ մայրիկի կողմից չեք Ոչ, ունեցել այդ ոչ։ հոգատարությունը, ջերմությունը չեք զգացել։ Ինչն էր պատճառը։ Հոր կողմից միգուցե ինչ որ չափով ստացել են քույրերս եւ եղբայրս, ամեն դեպքում շփվում էր մեզ հետ, սակայն ես դա չեմ համարում սեր ու համարում եմ, որ չեմ ստացել։ Ծնողները չէին աշխատում։ Հայրս աշխատում էր, մայրս ոչ, սակայն մորս կողմի տատիկն ու պապիկը, այսինքն նրա ծնողները օգնում էին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում հորս աշխատանքի էր տեղավորել պապին, սակայն հայրս երբ որ սկսեց արդեն խմել, այդ ամեն ինչը գնաց դեպի կործանման։ Պապին էլ այդ ամեն ինչը տենալով, որ իր արարածները չի գնահատվում, հրաժարվեց որևէ օգնություն ցուցաբերելու։ Այսինքն հայրը ինչ որ պահից սկսած խմիչքով տարվեց Ինչ որ եւ պահի չէ, ես ինչ հիշում եմ, ինքը խմում էր։ Վերջին տարիներին մահվանից սկսեց ավելի շատ խմել, ինչի արդյունքում հիվանդացավ, հիվանդություններ ձեռք բերեց ու տեղում մահացավ։ այսինքն այդ ամբողջ աշխատած գումարը ոչ միայն ընտանիք էր գալիս, այլ նաեւ Ինչ խմիչքի որ վրա էր չափով ընտանիք ծախսվում։ գալիս էր, բայց նախ իր եկամուտը այնքան չէր, որ եթե ամբողջն էլ գար ընտանիք, էլի չէր հերիքելու, իսկ եկածն էլ շատ քիչ էր, հազիվ ծերին հասցնում ենք։ Դուք քույր եղբայրներով ինչպես էիք փորձում ըմբոս ստանալ, ինչպես էիք փորձում պայքարել, գուցե նաև փորձում էիք ծնողին դարձի բերել, այսպես ասած։ Քրոջս հետ պայմանավորվել էի մեծ քրոջս հետ, որ երբ որ պապան գա տուն, մենք իրան ընտրության առաջ կանգնացնենք, ասենք կամ խմիչքը կամ մենք տենց էլ անում ենք ու իմ պապան ընտրում է խմիչքը ու ընտրության ժամանակ ինքը էլի խմած էր, ենթադրում եմ, որ չի գիտակցել ինչա խոսում, բայց հիմա եկել եմ այն համոզման, որ եթե խմածել չլիներ, էլի կընտրեր խմիչքը։ Արդեն իսկ ձեր մայրը ինչ էր անում։ Մայրս տնային տնտեսուհի էր, աշխատում էր տանը, մեզ էր պահում, խնամում էր։ Մայրն էլ սեր չէր տալիս ձեզ։ Չէ, եթե սեր տալը կապված է օրվա ճաշը սարքելու հետ, ուրեմն հա, եթե կապված չի, չէ։ Ես համարում եմ, որ չէ։ Հիմա երբ որ հետ հայացք եք գցում, ինչն էր պատճառը մոր կողմից, հա, այդ անտարբերության, գուցե ընտանեկան խնդիրներն էին պատճառը կամ միգուցե դուք այլ պատճառ եք ձեզ համար գտել։ Ես շատ բազում անգամներ լսել եմ, որ օրական տատիս ասում է մայրս ուրիշին սիրելուց է եղել, սակայն ամուսնացել է հորս հետ ու ամբողջ խնդիրը այդ էր։ Ու ես նաև գիտեմ, որ չսիրելով են ամուսնացել, չսիրելով էլ ապրել են մինչև իրանց մահը։ Այսինքն ընտանեկան այդ անառողջ հարաբերությունները անդրադարձան 4 երեխաների վրա։ Անդրադարձավ մեզ վրա։
Եվ ինչպես ստացվեց, ինչպես դուք հայտնվեցիք մանկատանը։ 4-դ էլ մանկատանն եք հայտնվել։ 4-ը հայտնվել ենք մանկատանը տատիկիս շնորհիվ, ինքն էր գտել սոցմանկական գյուղերը եւ մեզ տեղափոխել այնտեղ։ Երբ որ նոր են գնացել, անդադ զանգում էի պապային, ասում էի՝ «Արի մեզ տար, արի մեզ տար, արի մեզ տար», ոչ թե ինչ-որ մի բան մանկատանը լավ չէր, մանկատանը շատ իդեալական պայմաններ էին բոլորիս համար, բոլոր երեխաների համար։ Ուղղակի այն ժամանակ փոքր էի, հաստատ հիմիկվա մտածողություն չունեի ու մեկը ես սիրում ու կարոտում էի, անկախ նրանից վատ էին վերաբերվում, թե չէ։ Ես խնդրում էի, պապա ինձ ասում էր, որ հա կգա, բայց այդ գալը տենց էլ չեկավ։ Իսկ այցելության գալիս էր։ Այցելության գալիս էր, արձակուրդներին տանում էր, ասեմ ավելին, ամառային արձակուրդներին մնում էինք էլի մեծամորում տատիկիս տանը։ Իսկ մայրը։ Բաժանվել էին։ Այսինքն Երբ որ մայրիկից մենք լուր չունեի, տեղափոխվեցինք մանկատուն, իրանք արդեն այդ ժամանակվանից բաժանված էին։ բայց լուր չունեիք, մայրը Մայրիկից լուր այցելության չէր չունեինք, գալիս։ հիշում եմ, եթե հիշողություն չի դավաճանում, 2 անգամ եմ իրան տեսել մամային, բայց այդ ժամանակ էլի մանկատան ենք, ուղղակի մենք էինք խնդրել, որ ուզում ենք մամային տենանք, ու տենց տեսել էինք։ Ինքը եկել էր այցելության, հա։ Մենք էինք արձակուրդի մեջ էինք ու ինքը եկել էր։ Ներողություն, իսկ չի քննարկվել հարցը, որ ձեր խնամքով զբաղվեն տատիկ պապիկները, ոչ թե մանկատուն տեղափոխվեք։ Իրականում տեղափոխման ժամանակ ու վերջերս մի քանի տարին մենք իրանց հետ կապի դուրս չենք եկել երբեք, նույնիսկ մանկատուն երբ որ տեղափոխվեցինք, մեր բարեկամներից ոչ մեկ մեզ հետ կապի դուրս չեկավ, մանկատան տարիներին չզանգեցին, չհարցրեցին, երեխեք ջան ոնց եք, այսօր դուք հաց կերել եք, այսօր կոշիկ ունեք, որ դուք հագնեք ու գնաք դասի, ոչ մեկ ոչ մի անգամ կապ չհաստատեց մեզ հետ։ Արսեն ասում են ոչ թե սիրո կորուստը մարդուն դժբախտացնում, այլ վստահության կորուստը։ Փաստորեն դուք կորցրեցիք նաև այդ վստահությունը ձեր հոր հանդեպ, հա, ում փորձում եք բարբերաբար զանգել եւ խնդրել ձեզ տանել։ Այդ վստահության կորուստը, ձեր մեջ այդ կոտրվելը, ինչպես կարողացաք այդ խնդիրները ի վերջո հաղթահարել։ Ես խոսեմ իմ անունից, մինչև հիմա էլ այդ կոտրվածությունը երևի իմ մեջ մի փոքր կա, ամեն դեպքում ինքը արմատներ թողել է, չգիտեմ, ուղղակի սկսեցի ապրել ստեղծված պայմաններով, հենց մանկատանից։ Մտածեցի, որ եթե ես գտնվում եմ մանկատանը, զանգում եմ ծնողին, ինքը չի գալիս ինձ տանի, ուրեմն ավելի լավ է ադապտացվեմ միջավայրին ու անցնեմ առաջ, որ հետագայում չունենամ խնդիրներ։ Բայց ինչպես դուք էլ նշեցիք, այդ ամբողջը նաև հետքեր են թողնում, հա, սպի են թողնում, այդպես հեշտությամբ չեն անցնում։ Մանկական տրավմաների են վերածվում, որը շատ դեպքերում ամբողջ կյանքի ընթացքում է ուղեկցում, շատ դեպքերում հնարավոր է լինում հեշտությամբ հաղթահարել, բայց ձեր բնավորության վրա, ձեր կյանքի վրա, թեկուզ հենց մանկատանը լինելու տարիներին ինչ հետքեր թողել։ Ես Ինչ դարձել էի մտածմունքներ էիք ունենում։ Ես երբ որ մանկատանը գնացի 4 դասան, երբ որ տեղափոխվեցի մանկատուն 9 տարեկան, երբ որ գնացի երեխեքը շատ տարօրինակ էին ինձ նայում, ու այնտեղ արդեն հասկացա, որ դասղեկս, ապագա դասղեկս իրանց արդեն պատմել է իմ մասին ու ես որ գալի եմ մանկատանից ու այն ժամանակ երբ որ ես ներս մտա, զգում էի այդ թարս հայացքները կոպիտ ասած ու այ հենց այդտեղից էլ զգացի, որ ես չեմ կարողանալու շփվել ոչ մեկի հետ ու հենց այդ չշփվելը մարդկանց հետ թողեց սպի, ավելի շատ այդ ամեն ինչի վրա սպի էր թողեց։ Ու այդ ամեն ինչը գալիս էր նրա համար, որ ես ամաչում էի, որ ես մանկատանից եմ։ Խոսքը վերաբերում է, որ ես ավելի փոքր տարիքում էի գտնվում։ Այդ ժամանակ դե նոր էի գնացել ու ամաչում էի։ Դեռ չգիտեի մանկատունի իմ համար ինչ էր նախատեսել։ Բայց ձեր հասակակիցները ակնարկում էին այդ մասին, թե դուք պարզապես ենթադրում եք, որ նրանք գիտեին ու ինքներ ձեր մեջ զուտ պարփակվել էին։ Մի անգամ ես էլի 4 դասարան էի, երբ որ հաջորդ օրը սեպտեմբերի 2-ին պետքա գնայի դասի, դրան մոտից էլի ուշացած գնացել էի, որտեղ ճանապարհն էի մոռացել ուղղակի։ Դրան մոտից լսեցի, որ ինչպես են երեխեքը խոսում իմ մասին, որ ես մանկատանից եմ, չշփվեն իմ հետ, այն ժամանակ իրանք էլ էին փոքր, ես իրանց ընդհանրապես չեմ եղադրում։ Այդտեղ ավելի շատ ուսուցիչը անելիք ուներ։ Հա, այդտեղ ավելի շատ ուսուցիչը, բայց իրականում իմ ուսուցիչները բոլորն էլ լավն էին։ Եվ դպրոցական տարիներին եւ ներկայիս քոլեջում բոլորը շատ լավն են։ Արսեն, փաստորեն մինչև չափահասության տարի դուք ձեր մեջ տարիքին հասնելը ձեր մեջ այսպես անընդհատ ներքին պայքար է եղել, ներքին խռովություն, անհանգստություն է եղել, հա, դուք ձեր մեջ անընդհատ պայքարել եք ձեր տեղ այս արևիտակ ունենալու համար, կայանալու, հաստատվելու համար։ Այդ ամեն ինչը հիմա ես ապրում եմ մենակ,
իմ վարձը տալիս է սոցմանկական գյուղերը, բայց իմ համար էլի շատ դժվար է, թե այդ ներքին պայքարի հարցում, թե ապրելու հարցում, թե նյութականում, թե հոգեպես, իմ համար հիմա շատ դժվար փուլ է սկսվել, ու ես հիշում եմ, որ երբ որ նոր էի սկսել վլոգինգով զբաղվել, իմ բարեկամներից մեկը այսքան տարի անց որոշում է, որ պետքա զանգի ինձ, առանց բարև, առանց չգիտեմ ոնց ես, ոնց չես, մունաթ է գալիս իմ վրա, վիրավորում է ու ինձ ասում է, որ դու այս ինչ անունով ախպեր էլ չունես։ Իբր ունեիր, Իբր ու ես իրան հարցնում եմ, ինչի ունեի ու անջատում եմ իրա վրա։ Ներողություն, իսկ քո հարազատ քույր եղբայրների հետ կապը մանկատանը չի պահպանվել։ Պահպանվում է, ես մինչև հիմա էլ իրենց հետ կապի մեջ եմ, իրականում այսօր ես պետք է գնայի Ջևան, բայց հիշեցի, որ ես հարցազրույցի եմ, թողեցի մի շաբաթվա վրա։ Այսինքն դու այցելում ես իրենց։ Այցելում եմ պարտադիր, քրոջս քույրս քանի որ ապրում է մեծանում, ես հոկտեմբերյանում, շատ մոտիկ ենք իրար, ամեն օր տեսնում ենք իրար, ինքը գալիս է իմ տուն, հաճախ ինձ օգնում է տնային ինչ-որ հարցերում, չգիտեմ, տուն հավաքել միասին, ճաշ պատրաստել, նման հարցերում օգնում է։ Քույրը որտեղ է ապրում։ Ապրում է Մեծամորում, հոպարենց հետ։ Հոպարենք փաստորեն ընդունել են քրոջը։ Այո, բարենք ընդունել, իրականում քույրս, երբ որ պապան արդեն հիվանդանում էր, իրան խնամող չկար, իրան տարան, արևին տարան պապայի մոտ, ինքը դեռ սոսում էր, դեռ դուրս չէր եկել, բայց սիպաս պետքա տանեին, որ խնամեր։ Ու այդ ամեն ինչը այնքան երկար տևեց, որ արդյունքում պապան մահացավ, արևի ժամանակատվածն վերջացավ մանկատանը գտնվելու, ու քանի որ դրսում չմնար, ինչ որ հրաշքով հոպարենք համաձայնվեցին, որ ինքը մնա իրանց հետ։ Արսեն, իսկ ներքին խռովություններ շատ ես ունենում։ Ներքին խռովություններ շատ ունեմ, այո, իրականում երբ որ ես մանկատանից դուրս էի գալիս, ինձ տարան տատի ու պապիի տուն իրանց հետ ապրելու, բայց կոպիտ ասած 3 օր ինձ չպահեցին, ընդամենը մի բանի համար, որ ես ուզում եմ աշխատեմ, իմ սեփական գումար ունենամ, ինչպես նշեցի, իրանք հարուստ մարդիկ են, հարուստ չասեմ, բայց ավելի մի քանի անգամ ավելի լավ ապրող մարդիկ ինձ ասում են, որ ինձ կապահովեն ամեն ինչով, բայց ես ուզում եի փորձում իմ սեփական գումար ունենայի, որ հասկանայի գումարի արժեքը։ Ու ես այդ օրը գնում եմ աշխատանք ման գալու, պապին ինձ առավոտ ասում է, եթե գնացիր այս տուն չմտնես, այնուամենայնիվ ես վերադառնում եմ, աշխատանք դեռ չէի գտել այդ ժամանակ, վերադառնում եմ, ու այդ ժամանակ ցուրտ էր, քամի, անձրև, ինքը ինձ հայհոյում է, իմ ասացնողներին հայհոյում է ու ասում է, որ տանից դուրս գամ։ Ես առանց իմ վեշերի, առանց ինչ-որ մի բանի, ընդհանրապես վերցնում եմ բջջային հեռախոսս ու տանից դուրս եմ գալիս։ Կապ եմ հաստատում ընկերներիցս մեկի հետ, ինքը ինձ գալիս է Հայկավան, գտնում է ինձ, որ պատկերացնենք, ես Հայկավանում եմ առաջի անգամ ու չգիտեմ, չեմ կողնորոշում ես որտեղ եմ նույնիսկ, քարտեզը նորմալ չի աշխատում, կապերը շատ վատն է այդ գյուղում, ինքը զորով ինձ գտնում է, տանում է Երևան, այդ գիշեր անցկացնում ենք հոթելում, հաջորդ օր առավոտյան զանգում ենք Մարդահյանքների պաշտպանություն, այդ ընկերս էր ասել, որ տենց անենք, ես էլ ասեցի, համաձայնվեցի, զանգեցինք, ինձ էլ տարան սոցմանկական գյուղեր, մոտարպես 3 ամիս կամ ավելի քիչ մնացի այնտեղ, լավ չեմ հիշում, ու արդեն տուն գտան, ես Մի քիչ անհասկանալի դիրքորոշում է, որովհետև ծնողները սովորաբար հակառակի համար են, հա, եթե վիճում են հակառակի համար են վիճում, որ տղան գնա աշխատի, կայանա, ինչն էր իրենց խանգարում, ինչու չէին ուզում, որ դու աշխատես, ինչու էին ուզում իրենք հոգալ եւ ի վերջո եթե իրենք այդքան սրտացավ են եւ ուզում էին հոգալ քո կարիքներն ու ծախսերը, գուցե միջև այդ դա անեին, չհայտնվեիք մանկատանը։ Ես մասնագիտությամբ կանացի վարսահարդար եմ, երբ որ նոր էի ավարտել վարսավիրությունս, այդ ժամանակահատվածում պապիենք իմ հետ կապի դուրս եկան, իմացան, որ ես վարսահարդար եմ ու ինձ ասացին, որ գաս գյուղ աշխատելու ես վարսավիր։ Ես բնականաբար համաձայնում, վարսավիրությունը իմ ամենասիրելի գործերից մեկն է, բայց հասկանում եմ, որ ես գյուղի պայմաններում չեմ կարող առաջ գնամ, ինձ դրսի աշխատանք է պետք նախ վերապատրաստվելու, հետո նոր աշխատանքի մտնելու։ Ու դրա համար ես կանեի ցանկացած աշխատանք, նույնիսկ մատուցողի աշխատանք, ու ես ինչքան որ աշխատել եմ, մատուցող եմ աշխատել, ու երբ որ ասում եմ, որ ես ուզում եմ մատուցող աշխատեմ, ինձ հենց դրա համար են ավելի շատ տենց ինչ-որ մեղադրանքներ։ Այդ գործի հետ չէին համակերպվում իրենք։ Այդ գործի հետ չէին համակերպվում, բայց ես այդ գործի մեջ ինչ տեսնում էի ու առավել ևս, որ այդ գործի մեջ ինչ-որ վատ բան չկա։ Իսկ տատիկ պապիկը մանկատանը լինելու տարիներին ձեզ հետ կապ հաստատել են, կապ պահպանել են, թե ոչ, այցելության եկել են։ Վերջի 2 տարում կապ հաստատեցին, նույնիսկ մի անգամ եկան ու տարան արձակուրդներ իրանց մոտ արդեն։ Իսկ այդ ընթացքում սեր ջերմություն իրենց կողմից հոգատարություն զգացել եք, թե սառն էին։
Չէ, զուտ պապի բնավորությունն է, որ ինքը լինի սառը, չեմ մեղադրում ընդհանրապես այդ առումով, բայց տատին շատ ջերմ է, շատ։ Ուղղակի ես չեմ ներում ինձ տանից դուրս հանելու համար, չգիտեմ, այնտեղ էլի ու մենակ իրանց հետ չի խնդիրը, նույն այդ բարեկամի վրա ասում ինձ զանգել էր, իր հետ էլ ես խնդիր ունեմ, նույն հոպարենց հետ էլ ես ինչ որ ներքին խնդիրներ կարող եմ ունենամ, բայց ես ինքս իմ մեջ մի համոզմունք ունեմ, որ մի օր է գալու, որ բոլորը պատասխան են տալու իմ ամեն ապրած ու չապրած տարիների համար։ Փաստորեն հիմա դու կապ հարազատներից պահպանում ես միայն քո հարազատ քույրերի եւ եղբոր հետ։ Հա, ուրիշ ոչ մեկ էլ ես կապ չեմ հաստատում, նույնիսկ ես վերջի շրջանում քույրս ինձ ասեց, որ ամառը Անին ու Արամը քույրս եղբայրս պատրաստում են գան հոպարենց հետ մնան։ Ես ողջունեցի այդ միտքը, որովհետեւ էլ չեմ գնա Աստինջևան, գոնե մի 3 ամիս կկարողանամ ամեն օր իրանց տենամ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ օրինակ դու չես կարողանում հարմարվել հոպարենց հետ։ Իրականում գուցե խնդիրը քո բնավորության տեսակն է նաև հարմարվող չես կամ։ Ես իմ տեսակով այնպեսին եմ, որ երբեք ոչ մեկին թույլ չեմ տա ինձ ինչ որ բաներ կարգադրեն, ստիպեն անեն այն, ինչը որ ես չեմ ուզում, չգիտեմ, ինչ որ օրինակ բերեմ, հա, ուտեմ օրինակ այն, ինչը որ ես չեմ ուզում։ Երբեք տենց բան չի եղել, ես միշտ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել ու գլուխ գովալ ստացվի, բայց միշտ ճիշտ եմ դուրս եկել վերջում ես։ Ճիշտ է, այդ ընթացքում կորցրել եմ շատ մարդկանց, բայց կարևորը ես ինքս ինձ չեմ կորցրել ու մանիպուլյացիաների չեմ տրվել։ Դա երևի նրանից է, որ դու հենց փոքր տարիքից ինքնուրույն ես եղել։ Միայնակ ես եղել, միայնակ լուծել ես քո խնդիրները, միայնակ հասել ես հաջողությունների եւ միայնակ ես քայլել։ Թե մինչ այդ էլ փոքր տարիքում էլ էիր այդքան ինքնուրույն։ Չէ, փոքր տարիքում ընդհանրապես sense անջատված ինչ որ երեխա էի, բայց տարիները հասկացրին, որ պետք չի տենց լինել, բայց իհարկե ինքնամփոփություն տենց էլ չվերացավ իմ մոտից։ Իրականում ասում են դժվարությունները կոփում են ամենաամուր բնավորությունը եւ սա երևի թե դրա ամենավառ ապացույցն է, բայց երբ որ երեխան, հա, ստիպված է լինում մեծահասակների սխալները կրել իր ուսերին, գուցե եւ այո բարդ այդ ամուր բնավորությունը կարողանում է կերտել, բայց այնուամենայնիվ այդ հետքերը, սպիները խանգարում են նրա նաեւ հաջորդիվ կյանքը դասավորելու հարցում։ Ուզում եմ հարցնել, եղել են ինչ-որ փուլեր քո կյանքում, երբ որ դու հասկացել ես, որ սխալ ճանապարհի վրա ես, որ պետք է հետ կանգնես, որ պետք է փոխես ինչ-որ բան քո կյանքում, ինչ-որ բան չի գնում այնպես, ինչպես որ դու կցանկանայիր։ Այդպիսի փուլեր ունեցել ես կյանքում։ Այո, ունեցել եմ, հենց ուսման հետ կապված։ Ես փոքր ժամանակ միշտ մտածում էի, այսինքն իմ մեջ սերմանվել էր, որ ես չսովորող մարդ եմ, երբ որ ես տեղափոխվեցի արդեն սոցմանկական գյուղեր, այնտեղ իմ դայակը ինձ ստիպում էր, որ ես կարդալ գրել սովորեմ, ու իր մոտ այդ ստացվեց, ու այնքանով ստացվեց, որ մի քանի տարի հետո արդեն տնօրենս ինձ տալիս է պարապմունքների անգլերեն, հայոց լեզու, այնտեղ երաժշտական դպրոց եմ հաճախում դպրոցից զատ ու որոշում ենք, որ պետք է ընդունվեմ միջազգային քոլեջ, բայց չի ստացվում իմ մոտ ցավոք սրտի, ուղղակի ընդունվում եմ քոլեջ։ Շատ լավ։ Իսկ երբ որ դու մանկատանն էիր, դու այդ ջերմություն ստացել ես մանկատանը։ Այո, ես Զրույցի սկզբում էլ ասացիր, որ դժգոհություն չունես, ջերմություն ստացել ես, բայց այնուամենայնիվ ծնողական սիրո այդ բացը ինչպես ես լրացրել, կամ երբ որ մյուսներին գալիս էին այցելության, արդյոք դա ցավոտ զգացողություններ էր առաջացնում։ երբեք ինչ որ մեկը չի կարողանա լրացնել, բացի իմ ծնողներից, իսկ քանի որ իմ ծնողները այսօր ցավոք սրտի չկան, այդտենց բացել կմնա մինչև իմ կյանքի վերջ։ Իսկ երբ որ մյուս երեխաներին այցելության էին գալիս, ինչպես էիր։ Որ նոր էի տեղափոխվել, այդ ամեն ինչի վրա ազդում էր, կոպիտ ասած ազդում էր ամեն ինչը իմ նර්վերի վրա, չգիտեմ, ես ահավոր նර්վային վիճակում էի այդ ժամանակ, մի քանի տարի որ անցավ, արդեն որ տենում էի, ընդհանրապես դաժե դուրս չէի գալիս, որ տենայի ով այկելում տենա, ես միշտ եղել եմ իմ սենյակում, այդքան ես չշփվող մարդ եմ եղել։ Ինչ հիշում եմ, այդ նույն վիճակի մեջ եմ եղել, ու հիմա ես տեղափոխվել եմ, որ մենակ ապրեմ, բայց ու ես չեմ կարող մենակ ապրեմ հոգեպես։ Ես չգիտեմ, անդադ ինչ որ մտքերով եմ, ցած երևակայական բան, ու այդ ամեն ինչին ցույց չի տալիս, որ ես դուրս գամ, ծանոթանամ մարդկանց հետ շփվեմ։ Ինչ որ ամեն անգամ նոր ծանոթությունների ժամանակ էլ
էլ ինչ որ կոմպլեքսներ բաներ ու Բայց փորձում ես դրանք հաղթահարել, քայլեր ձեռնարկում ես, որ հաղթահարես։ Այսինքն փորձում եմ առաջիկա նույնիսկ ես եմ անում, որտեվ այդ գիտակցական մակարդակին ես հասել եմ, որ ամեն ինչ պետքա մեկ-մեկ էլ ես սկսեմ։ Դե եթե դու գիտակցում ես այդ խնդիրը քո մեջ կա, սա արդեն առաջին ամենամեծ ու ամենակարևոր քայլն է, հա, այսինքն եթե դու գիտակցում ես խնդիրը, նաև դրան տանող լուծումը կգտնես ինքնուրույն։ Ու այնքան այդ ամեն ինչ շարունակվեց, որ որոշեցի ինչ որ վլոգ սկսեմ, երբ որ ամառը նոր է տեղափոխվել մանկատանից ու միշտ մտածում եմ, որ երբ որ մենակ ապրեմ, ես պետք է վլոգերություն անեմ, վլոգինգ սկսեմ ու սկսեցի, ինձ հաջողեց այդ ամեն ինչը։ Այնտեղ չեմ հիշում ինչ որ Get Ready With Me մի հատ վիդեո է գցել համացանցում ու որ հեյթի էր արժանացել, ես ջնջում եմ ամբողջ ցանցերս, դե որտեվ նոր է այդ շրջանում ու հետո ընկերներիցս մեկը ինձ ասեց, որ բայց արժի ինչ որ մարդկանց պատճառով դու քո նպատակին չհասնես, այդ ամեն ինչը մինչև հիմա իմ գլխից դուրս չի գալիս այդ խոսքերը ու ես ասեցի, չէ, ես պետք է հետ բերեմ այդ ամեն ինչը, նոր թափով սկսեմ ու մի քանի անգամ ավելի ուժեղ թափով։ Ես սկսում եմ, հետո որոշում եմ, որ պետք է պատմեմ ծնողների իմ ընդհանուր իմ մասին, որովհետև մարդիկ մտնում էին ու վիդեոների հիման վրա ինչ որ հեյթում էին, վատ կոմենտներ ման, բայց ես մտածեցի, որ եթե զուտ չգիտեն ես ով եմ, դրա համար այդ ամեն ինչը գալիս։ Ու ես այդ ամեն ինչը վիդեոներ երբ որ տեղադրեցի, ինձ ասեցին մարդ կար, որ ինձ ասեց, էլի իմ հարազատ մարդկանց էր, այդ ամեն ինչը դու խղճահարություն ես առաջացնում մարդկանց մոտ, բայց ես հիմա ասում եմ հեռուստադիտողներին ու բոլորին, որ դա ընդհանրապես կապ չունի խղճահարության հետ, ես դա անում եմ, որ մարդիկ ինձ ճանաչեն, տենան իմացած ճանապարհը ու տեսնեն հետագայում ես ինչ հաջողությունների եմ հասնելու։ Իրականում ես հետևում եմ քո TikTok-յան էջին եւ այնտեղ տեսնում եմ շատ ամուր, կայացած, ոտքերի վրա ամուր կանգնած մի տղայի, ուժեղ բնավորության տեր մի տղայի, բայց ինձ հետաքրքրել է միշտ նաև ծանոթ լինելով քո պատմությանը, դու իսկապես ուժեղ ես, թե դա թվացial ուժ է, միայն արտաքինից երևացող ուժ է։ Քեզ ուժեղ համարում ես, թե Ես մի բան կասեմ, որ ես հոգով եմ շատ ուժեղ մարդ։ Ինձ հոգով իմ հոգուն ոչ մեկ չի կարա կոտրի, ոչ մեկ չի կարա ինչ որ հիմա նույնիսկ կարամ ես իմ սոսանցի մեկնաբանցի սարեմն էջի բացեմ կարդամ ու դա իմ վրա ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունենա, ես դրանն եմ արդեն հասել։ ամեն հարցում կոփվել ես։ Հա, փորձում եմ ամեն հարցում ինձ կոփեմ, այո։ Հիմա ինչի պակաս, ինչի կարիք ունես։ Ինչն է պակասում քո կյանքում։ Հիմա փորձում եմ ինձ աշխատանք գտնեմ, որովհետև էլի որոշակի խնդիրներ կան այգեն ցաղային հետ կապված, փորձում այդ ամեն ինչը շտկեմ։ Որ ոլորտներում ես աշխատանք փնտրում։ Աշխատել եմ մատուցող, աշխատել եմ բարմեն, բայց այդ ամեն ինչից դուրս ուզում եմ, չգիտեմ, մարքեթինգի ինչ որ մի բաժնում մտնեմ աշխատեմ, որովհետև այդ իմ գործին շատ համապատասխան է ու չգիտեմ, reel maker բան այդ ամեն ինչից գլուխ հանում եմ, տեղեկացված եմ, ինքնուս եմ ասեմ ավելին, ցանկալի է տենց ինչ որ աշխատանք։ Քեզ այս պահին փաստորեն մեկ օգնող ձեռք է պետք, ընդհանրապես, որը կօգնի գոնե առաջին քայլը անես եւ դու ինքնուրույն արդեն կկարողանաս քո կյանքը դասավորել։ Դե հա, իրականում երբ որ նոր էի տեղափոխվել, ինձ միանգամից աշխատանք գտա, ուրիշ տեղից ինձ նկատեցին, կանչեցին աշխատանքի, բայց արդեն չի համարում, որովհետև երկու տեղ աշխատում եմ, մի օր միտեղ, մի օր միտեղ, հետո դուրս եկա մի տեղից, որ մյուս տեղը ամեն օր գնամ։ Շատ լավ։ Եվ ապագայի համար ինչ պլաններ ես կազմում։ Օրինակ, պատկերացնում ես, որ դու կունենաս քո ընտանիքը եւ քո երեխաներին կտաս այն սերն ու ջերմությունը, որի պակասը դու ունեցել ես։ Թե դեռ այդքան հեռուն չես գնում մտածում։ Չեմ մտածել, բայց վստահ եմ, որ տենց է լինելու է։ Իմ երեխեքը, ինչը որ ես չեմ տեսել, ինչ որ զրկված եմ եղել, ինչին որ կարոտ է մնացել միջև հիմա, այդ ամեն ինչը պետքա իրանք զգան, ստանան, տեսնեն, չգիտեմ, վայելեն այս կյանքը։ Իսկ կա մի բան, որ չես ասել, չես անկեղծացել մինչ այս պահը քեզ հետևողների հետ, գուցե հիմա ասես, գուցե խոսք ունես նաև ասելու քո այն հարազատներին, ովքեր այսօր կան, բայց նրանց հետ կապ չունես։ Ինչ ասել է հարազատների վերաբերյալ, մի բան կասեմ, որ ոչ մի բան այս կյանքում անպատասխան չի մնում։ Աստված շատ լավ ամեն ինչ տեսնում է, հասկանում է, պատիժը ուղարկում է, շատ արագ բոլորը մի օր պատասխան են տալու։ Ու այս նախադասությունը վերաբերվում է նաև այն մարդկանց, ովքեր իմ հարազատները չեն, բայց էլի որոշակի վատություններ իմ համար արել են։ Շատ լավ եւ վերաբերյալ ունես խոսք ասելու քո հետևորդներին։ Ու այսինքն ուզում եմ այսպես հարցը ձևակերպել,
կա թաքնված բնավորության գիծ, թաքնված մի բան Արսենի մեջ, որ գուցե էկրաններից այն կողմ չի երևում, բայց դու ուզում ես խոսքով տեղ հասցնել։ Մի բան կասեմ, որ ինչպես դուք նշեցիք, որ տեսնում եք շատ ամուր կայացած ինչ-որ տղայով վլոգերություն անում, մի բան կասեմ, որ դրան հասնելը շատ դժվար է տրվել ու այնպես չի, որ արդեն իսկ տրվել է, ես դեռ այդ փուլի վրա եմ, մենակ մի բան կասեմ, որ ոչ մի պարագայում չկոտրվեն, երբեք ոչ մի պարագայում, ինչ խնդիր ուզում է լինի, ինչ հարց ուզում է լինի, եթե իրան նեղացնում են քոլեջում, եթե նեղացնում են դպրոցում, թող ինքը այդ ամեն ինչի մասին բարձրաձայնի։ Միակ փրկությունը բարձրաձայնելն է։ Մենակ այդ կարամ ասեմ։ Դու կարողանում ես քո խնդիրների լուծումներին հասնել Այո, հենց բարձրաձայնելով։ սոցիալական գյուղերում ես հաճախել եմ արդյունքների պաշտպանություն, մասնակցել եմ 2 տարի անց սեմինարներին, ես ինքս էլ մեր սոցիալական գյուղերում կազմակերպել եմ որոշակի բաներ, հաճախել ենք տարբեր ինչ-որ դպրոցներ, իրավունքների մասին ենք սովորացրել երեխաներին ու դրա հիման վրա ես արդեն իմացել եմ, որ ամեն ինչ պետքա բարձրաձայնել։ Եթե որոշեցիր, որ չես բարձրաձայնելու, քո մեջ վախեցար, այդ ամեն ինչ շարունակվելու է ընդհուպ մինչև ինքնասպանություն։ Շնորհակալ եմ Արսեն հետաքրքիր եւ անկեղծ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը Արսենն էր, ով 9 տարի անցկացրել է մանկատանը։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։